Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ։ Մենք այսօր խոսելու ենք ԱՄՆ-ում Նյու Ջերսի նահանգի Զիմերլի արվեստի թանգարանում օրերս բացված հայկական նոն-կոնֆորմիստական արվեստի աննախադեպ ցուցահանդեսի մասին, իսկ իմ հյուրերը ցուցադրության հրավիրյալ Համադրողներն են արվեստի անկախ քննադատ Լիլիթ Սարգսյան եւ արվեստաբան Գաֆիսչյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայան։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Բարի օր։ Ցուցահանդեսը ներկայացնում է կոլեկցիոներ Նորթեն Դոջի խորհրդային նոն-կոնֆորմիստական արվեստի հավաքածուն։ Շատ հետաքրքիր է, որ հենց զրույցը սկսենք թե ցուցահանդեսից ու թե ով էր Նորթեն Դոջը։ Երևի ես սկսեմ, հա։ Դա շատ հետաքրքիր եւ մինչեւ հիմա ինձ համար առեղծվածային կերպար էր։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ էր, համալսարանական պրոֆեսոր, տնտեսության տեսաբան։ Եվ ամենազարմանալին այն է, որ առաջին անգամ 1955 թվականին դեռևս ձնհալը պաշտոնապես չմեկնարկած, բայց արդեն Ստալինի մահվանից հետո։ Նա հայտնվում է Մոսկվայում իր հետազոտական ծրագրով, հետազոտում է խորհրդային տնտեսությունը, ընդ որում տրակտորների աշխատանքի արդյունավետությունը։ Սա եւ զավեշտական է, եւ շատ զարմանալի, որ Սառը պատերազմի ժամանակաշրջանում ոմն ամերիկացի հայտնվում է բավական չի, դեռ մի բան էլ ուսումնասիրում է խորհրդային տնտեսությունը։ Կան ինչ-որ ասեկոսեներ, որ այդտեղ գաղտնի ծառայություններն էին նրա թիկունքում, բայց երբևէ չենք կարող իմանալ իրականում այդպես էր թե ոչ, եւ մեծ հաշվով կարեւորել չի, որովհետեւ մեզ համար ավելի կարեւոր է այն, որ հետագայում նա պարբերաբար այցելում է խորհրդային միություն, արդեն 60-ականների այդ լիբերալ կոմունիզմի ժամանակաշրջանում, երբ մի կողմից խորհրդային կառավարությունը աշխարհին ուզում էր ներկայանալ որպես բաց երկիր, իհարկե ճակերտավոր, մյուս կողմից դեռ այդ երկաթե վարակուրը եւ ամենակարևորը Ամերիկայի եւ Խորհրդային Միության այդ դիմադրությունը կար Սառը պատերազմի շրջան էր։ Այս շատ հետաքրքիր խառը պատմական կոնտեքստում Նորթեն Դոջը հայտնաբերում է արդեն զարգացող գլուխ բարձրացնող ռուսական ընդհատակի արվեստը։ Այսպես ասած underground-ը։ Մեր հայկական տերմինոլոգիայում դա մի քիչ այլ է հնչում, մենք ասում ենք մոդեռնիզմ, ռուսական կոնտեքստում դա underground-ն էր, այդ բնակարանային ընդհատակյա ցուցահանդեսները կամ նոն-կոնֆորմիզմ։ Եվ հենց այդպես էլ նա իր հավաքածուն անվանեց։ Մի խոսքով, կարճ որպեսզի ասեմ, շատ հետաքրքրվեց, սկսեց գաղտնիաբար այցելել, հավաքել, հետո տարածվեց բոլոր հանրապետությունների վրա, այդ թվում Հայաստանի։ Իսկ հնարավոր է նա եղել է նաև այն Խրուշչովի հայտնի ցուցահանդեսում նույնպես։ Կոնկրետ այդ 74 թվի բուլդոզերային ցուցահանդեսում ներկա ֆիզիկապես չի եղել, բայց մեծապես սատարել է հենց այդ խոշտանգված, այսպես ասած, մերժված արվեստագետներին։ Դե գիտեք, Ռուսաստանում վիճակը այլ էր, քան Հայաստանում ավելի լիբերալ, ավելի հանգիստ իրավիճակ էր։ Ինչևէ, նա ինքը 70-80-ական թվականներին լինում է Երևանում, մեծապես հետաքրքրվում է մեր տեղի մոդեռնիստներով, նրա առաջի կարևոր հեղինակներ օրինակ Վիգեն Թադևոսյան, Սերան Խատլամաջան, նրան մեծապես սատարում էր Գարիկը Բասմաջան, գիտենք հայտնի լեգենդար կոլեկցիոներ, որը հեռացավ կյանքից։ Այսպես հավաքում է 78 հայ հեղինակ, որոնց աշխատանքների թիվը 1000, այո, նա գնում էր եւ իմիջիալուց սա էլ ենք $100-ով։ Պատկերացրեք խորհրդային միությունը, նախ դա դժվար էր, գաղտնի էր, վտանգավոր էր, հենց գտ գումարների փոխանցման հարցում էլ Գարիկ Բասմաջյանը մեծապես աջակցում էր, նա կապող օղակն էր միջնորդ Նորթեն Դոջի եւ մեր տեղի արվեստագետների միջեւ։ Լիլիթ, իսկ հայտնի է թե ինչ գնային սահման է եղել, դա նույնպես հետաքրքիր է։ Թվով չեմ կարող ասել, ժամանակ ինչպես է գնահատվել արվեստագետը։ Ստույգ թվով չեմ կարող ասել եւ հազիվ թե իմանանք, շատերը ողջ չեն արդեն, բայց իրականում մեծ գումարներ չէին դրանք, այսինքն մեծ էր տեղացիների համար, բայց այսօր այդ գործերը անշուշտ Հավրապատիկ երևի ավելի թանկ կլինեն։ Եվ նա Հայաստանից մոտավորապես որքան գործ է։ Մոտ 1000 դեռևս չենք կարողացել հաշվել, 78 նկարիչ հաստատ գիտենք,
դե ամեն մեկից մի շարք ստեղծագործություններ են, մոտ 1000-ին կհասնի։ Հիմա այդ ամբողջ իր կոլեկցիան փոխանցել է թանգարանին եւ թանգարանը ցուցադրություն է կազմակերպել։ Այո, թանգարանը ունի իր մշտական ցուցադրությունը, որը հիմնականում բաղկացած է այդ նշանային ռուս underground-ի հեղինակներից, կան նաեւ մի քանի ղազախ, պրիբալտները շատ կան, վրացիներ, հայերը չկան եւ մենք իմիջայլուց այս հարցը այնտեղ բարձրացեցինք, որ այս ցուցահանդեսից հետո հայ հեղինակները առնվազն մի քանիսը պետք է մտնեն մշտական հավաքածուի մեջ, իսկ մեր ցուցահանդեսը ժամանակավոր էր։ Կտևի միջև եկող հուլիսի վերջ, այսինքն 9 ամիս Զիմերլի թանգարանում մեր ցուցահանդեսը կտևի։ Լավ, Արմենը գուցե մեկնաբանի թե ինչ էիք դուք այնտեղ անում եւ ինչ շեշտադրմամբ էիք անում, որն է ձեր գործառույթը այնտեղ։ Նախ ասեմ, որ ես մի քիչ ավելի շուտ միացա նախագծին, ի սկզբանե ինչից է այս ամենը սկսվել, որ Զիմերլի թանգարանը, որտեղ Դոջի կոլեկցիան առանձին նույնիսկ թանգարանում թև է հատկացված, այսինքն առանձին մասնաշենք կա, որ միայն Դոջի կոլեկցիան է ներկայացնում, թե մշտական ցուցադրությամբ, թե ժամանակավոր, մի 2 տարի առաջ այսպիսի կարևոր նախաձեռնությամբ հանդես եկավ համապատասխան բաժին, ով զբաղվում է այդ կոլեկցիայով, Յուլիա Տուլովսկայի գլխավորությամբ, ով հենց Դոջի կոլեկցիայի գլխավոր կուրատորն է, որ պետք է կայք մշակել, որտեղ կներկայացվի ամբողջ հավաքածուն։ Երբ խոսում եք գներից, երբ հասկանում ես հավաքածուի ծավալը, նաև դա տրամաբանորեն ենթադրում է, որ բավականին հասանելի են եղել համենայն դեպս Դոջի համար այդ գործերը, որովհետև այս պահի դրությամբ 27000 նմուշի մասն է խոսքը գնում։ Ոչ միայն Հայաստանում, այսինքն ամբողջ խորհրդային միությունից 27000 նմուշի մասն է խոսք գնում։ 91 թվականին, երբ Դոջը իր կոլեկցիան փոխանցել է Զիմերլին, մոտ 10000 նմուշ է եղել, եւ նա շարունակել է մինչեւ 2000-ականներ դեռ ձեռք բերել աշխատանքներ, բայց հենց խորհրդային շրջանից։ Այսինքն խոսքը 60, 70-ական, 80-ականների մասին է, իր ագենտների միջոցով, անձամբ, ամեն ձևով փորձելով լրացնել այդ հավաքածուն։ Երբ այսինքն հաշվի առնելով ծավալը եւ ինչքան կարեւոր է դա ինչ որ ձևով ամբողջությամբ ներկայացնելը, դրա համար սկսեցին աշխատանքներ կայքի վրա եւ Յուլիան ելնելով, որ դե չեն կարող իրենք ոնց որ մասնագիտացած չեն այդ անհասկանալի շերտի մեջ հատկապես, որտեվ չուսումնասիրված նաեւ վիզուալ մշակույթի հետաքրքիր խմբավորումներ կային այնտեղ, հաշվի առնելով նաեւ այդ 16 հանրապետությունները, նրանք բոլոր այդ երկրներում գտել են փորձագետներ, արվեստաբաններ, պատմաբաններ, ովքեր կարող են օգնել այդ հարցով եւ այստեղ այդ յուրահատուկ նախաձեռնությունը գլխավորում է Լիլիթ Սարգսյան, ում հետ կապի են դուրս եկել, Լիլիթը այստեղ կապել է տարբեր արվեստաբաններ։ Այո, մոտ 2 տարի, այսինքն ուսումնասիրել այդ կայքը երևի հաջորդ տարի արդեն կլինի հասանելի, բայց բնականա մի քանի տարի դեռ կտևի, որպեսզի այդ ամբողջ ծավալը ներկայացվի, այսինքն դա կարծես դառնում է Northern Dodge խորհրդային նոն-կոնֆորմիստական արվեստի կոլեկցիայի այսպես առցանց կատալոգ ռեզոն է, որ արվեստագետների կենսագրություններով, արվեստանմուշների նկարագրություններով եւ այլն եւ այլն։ Այս աշխատանքի ժամանակ է Լիլիթը հղացել է այդ միտքը, որ պետք է ցուցադրություն անել։ Յուլիան ի ուրախություն մեզ միանգամից շատ ոգևորվել էինք այդ մտքից, արդյունքում եղել է առաջարկը եւ ես միացա նախագծին անցյալ տարի աշնանը, երբ արդեն որոշակի մասով գաղափարապես պատրաստ էր, թե ինչ է ներկայանալու, ինչ արվեստագետներ լինելու, որը արդեն ոնց որ իմ մասնակցությամբ մի քիչ ավելի լրամշակվեց եւ ես էլ այնպես ստացվեց, որ այդ ժամանակ Նյու Յորքում էի անցյալ տարվա դեկտեմբերին, ինչպես Լիլիթն է սիրում ասել, այսինքն դեսանտի նման ոնց որ այնտեղ հայտնվեցի, գնացի տեղում ծանոթացա մեր գոլեգաների հետ, ում դեռևս չենք էլ հանդիպել անձամբ, տեսա տարածքը, ավելի ոնց որ առարկայական դարձավ այս ամենը, որովհետև ամեն դեպքում հերակա աշխատելը շատ բարդ է, երբ համադրողի համար, որ նմուշները անձամբ չես տեսնում, տարածքը չես պատկերացնում եւ այդ առումով շատ պրոֆեսիոնալ էր նաև Զիմերլի արվեստի թանգարանի թիմի մոտեցումը, ինչքան իրանք շատ ճիշտ կարողացան մեր պատկերացրածը ավելի ճիշտ ֆիլտրել, որովհետև բնական է շատ դժվար է օբյեկտիվ մոտենալ հարցին, երբ նման հնարավորություն կա։ Ուզում ես շատ բան ցույց տաս, ավելի
շատ շերտեր ներկայացնես եւ շատ դժվար էր մեր համար էլ այդ դե կենթադրաբար 1000-ից ավել նմուշը կարող է նույնիսկ շատ ավելի շատ է այդտեղից սեղմել ֆիլտրել եւ ոնց որ ինչ որ ձևով այդ ժամանակաշրջանը ներկայացնել այնպես ինչպես մենք կցանկանայինք որ հայ կերպարվեստ այդ ժամանակաշրջանին ներկայանա Հայաստանից դուրս Եվ դուք շուրջ 60, հա, գործ ընտրեցիք 35 արվեստագետ է մոտ 60 աշխատանք եւ ժամանակագրական առումով այո 1960-ականներից մինչեւ 90-ականներ հիմնականը ասենց ասեմ հիմնականը մոտ երևի 70-ից 80%-ը 80-ականների աշխատանքներ են Բայց ինչն էր տարօրինակ ինձ համար, մենք եթերից առաջ էինք այդ մասին խոսում, որ այնտեղ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Ռուդոլֆ Խաչատրյանի ու նաև Վան Սողոմոնյանի ասենք կողքին, այնտեղ կար Քիքին, Արման Գրիգորյանը, չգիտեմ, այնտեղ Կամո Նիգարյան եւ այլն էլի, այդպես շատ տարբեր արվեստագետներ, որոնք կոնֆորմիզմի մեջ են այսպես տեղավորվում։ Այո, գիտեք, առաջին թիրախային խնդիրը, որ գլխումս առաջացավ հարցը, երբ ես ցանկը տեսա, Յուլիան ինձ on-line ուղարկեց, դրսի եւ ներսի հայացքների տարբերությունները։ Մենք խոսում ենք նույն բանի մասին 20-րդ դարի երկրորդ կեսի կամ ինչպես ասում են ուշ խորհրդային շրջանի հայ կերպարվեստի մասին։ Բայց տարբեր դիտանկյուններով այն նայելը շատ տարբեր պատկերներ է բացում։ Օրինակ, երբևէ տեղացի կուրատորի մտքով չեր անցնի խորհրդահայ մոդեռնիզմի դասականների կողքին ներկայացնել երրորդ հարկի սերնդի արվեստագետին, որտեղ իրականում երրորդ հարկը ընդվզում էր նաև այդ ավանդույթի դեմ։ Սարյանական ավանդույթի։ Այո, եւ մեր ներքին հայաստանյան արդեն հաստատված չեմ վախենա ասել կարծրատիպերով, եթե մենք առաջնորդվեինք, նույն սրահում, առաջին սրահում, որտեղ Սարյան, Քոչար եւ ձեր թվարկած դասականներն են, օրինակ ասենք Վիգեն Թադևոսյանը եւ Քիքին չպետք է ներկայացվեին։ Այստեղ նաեւ տեխնիկական խնդիր կա, սրահն է թելադրում նաեւ։ Սրահի ծավալը, չափը, հատակագիծը եւ այլ, ուզես չուզես պետք է այդ պատերի հետ հաշվի նստես եւ այս հարցում Յուլիան մեզ շատ օգնեց, որովհետեւ ոնց որ տարածքի տերը իրենք են եւ իրենք են շատ լավ պատկերացնում ինչը որտեղ լավ կնայվի։ Իրականում մենք ունեցանք թե վիզուալ առումով, զուտ գեղարվեստական, գեղագիտական առումով, աչքի համար, հա, եւ թե գաղափարական առումով շատ հետաքրքիր դիտանկյուն։ Եվ մենք կարողացանք տեսնել հայկական մոդեռնիզմը նոր դիտանկյուն Այո, մենք կարողացանք շատ հերվից, երբ որ դու հերվից վերևից ես նայում, դու պատկերը ամբողջական ես, չէ՞ տեսնում։ Իսկ մեզ համար դիցուկ ասենք նույնիսկ երրորդ հարկի պատմությունը դեռևս այնչափ չի պատմականացվել, որովհետեւ մենք կարողանանք առանց էմոցիաների, այսպես ասած, եւ առանց կարծրատիպերի նայել 20-րդ դարի երկրորդ կեսի համընդհանուր կոնտեքստի մեջ, ի վերջո տասնամյակներ հետո այս ամբողջ շարժումները պատմականացվելու են եւ միգուցե նույն հարթության վրա տարբեր բաժիններում, բայց միասին են դիտարկվելու։ Եթե մենք երբևէ նոր արվեստի պատմություն գրելու լինենք, մենք պետք է սկսենք Սարյանից, վերջացնենք Արման Գրիգորյանով օրինակ, հա։ Եվ սա առաջին փորձն էր այդ ընդհանուր հարթակը տեսնել հայ կերպարվեստի։ Ես ասեմ, որ այս առումով Լիլիթը շատ լավ բաժանում է արել ցուցադրությունը, որովհետև այն բաղկացած է 5 տարբեր բաժիններից ու հենց այդ բաժինների տրամաբանությամբ էլ իրականում շատ լավ բացատրվում է ինչպես են Սարյանը, Քոչարը եւ Քիքին, Վիգեն Թադևոսյանը, Արմանը Գրիգորյան, Կարինեն Մացակյան, Կամո Նիգարյանը, կամ Սամվել Բաղդասարյանը, Արմանը Ռոչ հայտնվում մի տարածքի մեջ, որտեղ այդ բաժանումները հենց գալիս են նաեւ մաքուր ազգային մոդեռնիզմը, ինքնությունը բացահայտող այդ սարյանական դպրոցից մինչև երրորդ հարգի ընդվզումը։ Այսինքն սա ոչ թե այսինքն երբ այդ տեսանկյունից ես նայում այդ հարթության այո, այսինքն եթե այդ հարթության մեջ ես նայում, շատ էլ տրամաբանական է, որ այդ արվեստագետները հայտնում են մի տարածքում ու իրար հակառակ լինելով հենց հակառակ պատերին էլ ներկայացված են լինում։ Այսինքն իրանք այնպես չէ որ նույն տարածքում են ու ոնց որ նույն նժարի վրա են։ Չէ, իրանք այնտեղ շատ լավ երևում է այդ հակադրությունը, բայց միևնույն ժամանակ այդ կարևորությունը ու ամեն դեպքում
միևնույն է ինչքան էլ հակադրվեն, եթե նա չլիներ, այս արվեստը կարող է լրիվ ուրիշ ձև լինել։ Իսկ դու չես կարող վակուումի մեջ դա չի տեղի ունեցել, վակուում այդ ընդվզումը առաջացել է, որովհետև այն արվեստը եղել է։ Ինչի դեմ են իրենք ընդվզելու, առանց նա դա չէր լինի։ Իսկ ու այդ հակադրության մեջ էլ հենց այս ցուցադրությունը շատ լավ ցույց է տալիս, ցուցադրությունը ցույց է տալիս, բայց հենց բառն էլ հուշում է ինչի մասն է խոսքը, ու երբ նայում ես, երբ մոտենում ես սրահին, նաև այդ ֆիզիկապես երբ դու մոտենում ես սրահին, դու տեսնում ես հեռվից հայկական եկեղեցու այդ պատկերը, շատ հատուկ ազգային մոդեռնիզմի ոճով Արմինե Կալենցի արված, ու մոտենալով սրահին մեկ էլ դու տեսնում ես Զավեն Սարգսյանի լուսանկարը գլխատված Լենինի, որը այսինքն դու նաև նույնիսկ այդ ինչը որ կատալոգի մեջ է, կատալոգի անմիջապես շապիկի վրա, այո, այսինքն նույնիսկ ցուցասրահ չմտած դու, եթե իհարկե նաև ունես այդ տեսանկյունը, բայց անկախ դրանից նույնիսկ ենթագիտակցություն ցուցասրահ չմտած դու տեսնում ես այդ հսկայական շերտը, այդ ժամանակագրական, այսպես ասած, լանդշաֆտը, որի մեջ ներկայանում է ցուցադրությունը։ Խորհրդային ժամանակը, գլխատված այդ եկեղեցու պատկերից, որտեղ այնտեղ չկա գմբեթը, մինչև գլխատված Լենինը։ Այսինքն դու միանգամից դեռ սրահ չմտած դու դա տեսնում ես, հետո սրահում արդեն յուրահատուկ այդ ճանապարհի միջոցով բացահայտում ես այդ բոլոր շատ ինձ թվում է այդ թվում արևմուտքի հայացքի համար տարօրինակ զարգացումներ ու կարծրատիպերի լրիվ ջախջախում է, ինձ թվում է, ինչ ասել է թե խորհրդային արվեստ, որովհետև ինձ թվում է նման ցուցահանդեսի միջոցով նաև մենք այնտեղ դրա մասին շատ խոսեցինք, որ տասնամյակներ շարունակ խորհրդայինը հավասարվել է ռուսականին, այո, այս հետ խորհրդային նաև կոնտեքստում պետությունների եւ ու նման ցուցադրություններ ոչ միայն հայկական, այլև տարբեր խորհրդային հանրապետությունների վիզուալ արվեստը ներկայացնում, նաև ցույց են տալիս ինչպիսի յուրահատուկ ենթաշերտեր են եղել, ենթազարգացումներ, որոնք բացարձակ կապ չեն ունեցել կենտրոնի հետ, այո, ու անսպասելի, որ պերիֆերիան ինչքան տարբեր է, հայկական ասվածը ինչքան տարբեր է, ու այնտեղ էլ էին նշում, որ հենց հայկական մասը կոլեկցիայի ինչքան յուրահատուկ է եւ դա նաև ցույց է տալիս, որ խորհրդային իրականության մեջ խորհրդահայ կերպարվեստը ինչքան տարբերվող է եղել։ Իսկ եթե այդպես ներսի եւ դրսի հայացքին նորից անդրադառնանք, եթե օրինակ նմանատիպ ցուցահանդես ներսում կազմակերպվեր, նորից նույն հայացքը կլիներ ձեր կարծիքով Լիլի։ Ընդվզումներ վստահ եմ կլինեին, թե նախքան թե եթե կայանար հիպոթետիկ, հա, թե post-factum հաստատ, եթե մենք լինեինք կուրատորները կամ որևէ մեկը քարկոծվեր հաստատ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ գալու է այդ ժամանակը։ Նախ եւ առաջ մենք տեսական աշխատանք պետք է կատարենք։ Ես դիցուկ այդ թեմայի վրա աշխատում եմ արդեն մոտ 30 տարի, հուսով եմ մի օր պրոդուկտը կունենա։ Այո։ Նոր հայացք 20-րդ դարի երկրորդ կեսի հայարվեստի զարգացմանը։ Եթե թույլ կտակ մի փոքրիկ հավելում ուղղակի անեմ, Վերնագիրը Արմենի շնորհիվ մենք կարողացանք ձևակերպել, սրա վրա էլ ենք շատ տանջվել, ճիշտն ասած, topographies, այսինքն տեղագրությունները, ոչ թե բառից ֆիզիկական, այլ փոխաբերական իմաստով, այդ լանդշաֆտի այդ կոնֆիգուրացիաներն է դա ցույց տալիս, եւ նաեւ կուրատորական պրակտիկայի մեջ շատ կարեւոր բան տեքստային հատվածը, որը գալիս է վիզուալին հավելելու, այսինքն տեքստերը, անոտացիաները։ Մեզ այնտեղ հնարավորություն տրվեց յուրաքանչյուր 5 բաժինների համար գրել առանձին բացատրական տեքստեր եւ ընտրել մոտ 13-14 աշխատանք, նշանային աշխատանքներ եւ դրանց մանրամասն բացատրությունները տալ։ Եվ սա մեզ շատ օգնեց օտար եւ անպատրաստ դիտողին մտցնել կոնտեքստի մեջ։ Կոնտեքստը տեքստային բացատրություններով իրենց ներկայացնելը, սա շատ կարեւոր է։ Իսկ ինչպիսին էր արձագանքները։ Գիտեմ, որ նաեւ պանելային քննարկում է եղել, չէ՞, ցուցահանդեսից հետո, այո, եւ հետաքրքիր է արձագանքների մասին նաեւ խոսենք։ Իշնորհիվ Շողակաթ Ղազարյանի, ով շատ կարևոր համադրող է եւ այս պահին բնակվում է Նյու Յորքում, նաեւ մեր ցուցադրության մեջ ներգրաված Աշոտ Աշոտի դուստրն է, իր շնորհիվ մենք կարողացանք մինչև ցուցադրության պաշտոնական բացումը պանելային քննարկում ունենալ Նյու Յորքում AGBU-ում
Դա հիմնականում on-line էին հետևում այդ պանելային քննարկմանը եւ դա, այսպես ասած, եկամ ավելի սփյուռքին երևի հետաքրքրող հարթակ էր հաշվի առնելով որտեղ էր կայանում, բայց կազմակերպիչների խոսքով հենց Zimmerli Թանգանի, քանի որ հենց պաշտոնական բացումը հենց պանելային քննարկման բեր անցնում, իրենք աննախադեպ քանակությամբ այցելուներ ունեցել շուրջ 200 հոգի, որ հենց ֆիզիկապես ներկա էին եւ հետաքրքրված էին մեր ներկայացման ցուցադրության մենակ բացման պահին, այսինքն հենց այդ պահին որ նստած տեղում դե on-line էլ ինքը հասանելի է, այս պայդրությամբ մոտ 700 դիտում արդեն ունի, որը YouTube-ի իմաստով կարող է շատ չի, բայց հաշվի առնելով որքան նեղ է այս թեման եւ on-line էլ շատ ակտիվ հետևում էին քննարկմանը, արձագանքները հիմնականում շատ դրական են եւ մեր համար էլ կարևոր, դա մի քիչ օբյեկտիվ դժվար է գնահատել, մեր տեսանկյունից շատ լավ արձագանքներ ենք ստացել, բայց նույնն էին ասում նաեւ թանգարանում, այդ թվում կոլեկցիայի հետ կապ չունեցող մարդիկ, որտեվ ինքը մեծ թանգարան է, ունի նաեւ ղեկավարներ, ովքեր կոլեկցիայի կարևորությունը այդքան չեն հասկանում ու նման ցուցադրությունների միջոցով են կարողանում գնահատել ինչպիսի գանձ իրենք ունեն, որտեղ մենք փորձում ենք նաև դա իրենց բացատրել, որ սա շատ կարևոր հավաքածու է իրականում, որ այդ մարդը ռեալ փրկել է այդ խորթային underground-ը, որովհետև այդ արվեստագետները հիմնականում գործերը ինքը ձեռք է բերել իրենց կյանքի օրոք հատկապես, դրանք արվեստագետներ են եղել, ովքեր առանձնապես ոչ մեկին պետք չէին։ Այսինքն իրանք միության անդամ չէին հիմնականում, այդպես լայն ցուցադրության հնարավորություն չունեն հիմնականում այդպես հենց բնակարանային ցուցադրությունների միջոցով կարելի է նրանց արվեստին ծանոթանալ եւ խոսքը Հայաստանի մասին չի, այլ հիմնականում ավելի շատ Ռուսաստանի, չգիտեմ, Ուկրաինա, Պրիբալտիկայի երկրների բանի մասին է, էլի։ Այսինքն այդ սոցարտի արվեստագետները, մոսկովյան կոնցեպտուալիզմի արվեստագետները, որոնք շատ ավելի ճնշված վիճակում էին, քան Հայաստանում գործող հեղինակները։ Եվ կուզեի խոսենք տերմինի մասին, նոն-կոնֆորմիզմ, եւ շատ որը էլի այսպես մի քիչ հակասական զգացումներ է արտնասնում, որովհետեւ գիտենք 60-ականների նույն արևմուտքում նոն-կոնֆորմիզմը ինչ էր եւ խորհրդային տարածքում ինչ կարող էր լինել։ Եթե հնարավոր է կարճ նաեւ այդ մասին խոսենք։ Գիտեք ինչ, ես բազմիցս լսել եմ մեր դասական մոդեռնիստներից 60-70-ականների թվական այդ տերմինը իրենց վերագրում են, իրենք շատ շոյվում են նրանից, որ գիտակցում են իրենց ռուսերեն ասում պոզիցիոնիրույթ, հա, իրենց ներկայացում են որպես դիրքավորում են որպես նոն-կոնֆորմիստներ։ Հիմա այդ տերմինը տարբերության մասին է խոսքը, այսինքն չհարմարվողներ, ըմբոստներ, ուղղակի սա զուտ տեսական բան է, դիտարկում է, որ նոն-կոնֆորմիզմ տերմինը ավելի ռուսաստանյան ծագում ունեցող է, որովհետև գիտեք, դա մի քիչ ավելի այսպես քաղաքացիական դիրքորոշման երանգավորում ունի նաև քաղաքական ենթատեքստ ունի նաև, որը ռուսաստանյան պարագայում շատ ավելի շեշտված էր։ Հայկական պարագայում մենք օրինակ ազգային մոդեռնիզմ Վարդան Ազատյանի շնորհիվ արդեն ամրապնդված այդ տերմինը, այդ նույն երևույթը մենք անվանում ենք ազգային մոդեռնիզմ, որը չի ենթադրում այսպես քաղաքացիական երանգավորումներ, բայց ավելի գեղարվեստական կողմի վրա է շեշտը դնում։ Տեսեք, այդ տարբերությունները հայկականի եւ ռուսականի նաեւ այստեղ է, բայց մեծ հաշվով նույն երևույթի մասին ենք խոսում, այն արվեստը, որը խորհրդային միության պայմաններում ծնված ոչ խորհրդային, ես չեմ ասում հակա, հատուկ չեմ ասում հակա, որտեղ այստեղ էլ քաղաքական պատեքստը կա։ Այսինքն, եթե սոցիալիզմ չի, ապա նոն-կոնֆորմիստական դոջի կոլեկցիայի դեպքում դա ամենաճիշտ երևի մոտեցումն է, այսինքն սոցիալիստական ռեալիզմ չի, դոջի կոլեկցիայի դեպքում դա անցալում է որպես ուրեմն նոն-կոնֆորմիզմ։ Բնական է, եթե շատ սուր վերաբերվենք տերմինին, բազմաթիվ արվեստագետներ այդտեղ նոն-կոնֆորմիստ չանվանի, էլի։ Սարյանը օրինակ։ Հա, էլի, այսինքն տեսակ Դե Սարյանը մենք անցալում ենք որպես ազգային մոդեռնիզմի հիմնադիր, բայց օրինակ հավաքածուում կային հեղինակներ, օրինակ Գրիգոր Խանջյան, շատ այսպես պաշտոնական նկարիչ, թեպետ շատ ազգային նկարիչ,
Բայց օրինակ ներկայացված է նրա իտալական ճանապարհորդական գրաֆիկաներով շատ ազատ գործեր են, այսինքն մի կողմից լավ է որ Դոջը չի իմացել ով է, որտեվ ներքին հայացքը հաստատ թույլ չէր տա որ մենակ Խանջյանի անունը լսելով ենթադրենք այդ ճանաչված, ընդունված, հա, արվեստագետին, մեյնստրիմային առաջնորդվել է ուղղակի նկարները նայելով, այո, նա առաջնորդվել է մաքուր աչքով։ Եվ սա մեզ համար ինչ որ նոր բաներ բացայրեց։ Թեպետ Խանջյանի պարագայում ինչու ենք զարմանում, Հենրիկ Իգիթյանը նրան ներկայացրել է ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուում, գիտենք, իր մեքսիկական շարքով։ Բայց էլի կային նկարիչներ, որ չեն տեղավորվում մեր պատկերացմամբ։ Կոնտեքստում երբ նայում ես խորհրդային իրականության մեջ հայկական կերպարվեստը ինչպես էր իրան դիրքավորում եւ նույն ժամանակից արվեստի թանգարանի բացումը եւ կոլեկցիան ու դու շատ ճիշտ ասում լրիվ թե որ մեր մոտ այդ հական գեղագիտական էր, այսինքն ազատությունը արվեստագետների ոչ թե որ քաղաքական մեսեջներ էր, բայց այդ ազատության մեջ կային քաղաքական մեսեջներ, բայց իրանք քաղաքական չէին ուղակի իմաստով, այլ որտեղ չի կարող արվեստը քաղաքական չլինի, ինքը միշտ քաղաքական է, եթե ճիշտ ես նայում գործին։ Դրա համար այդ գործերը իրանց ազատության մեջ են, այդ եվրոպական արժեքների գեղագիտական մեջ էր իրենց քաղաքական կոնտեքստը, ոչ թե սոցհարտի նման շատ հստակ։ Եվ կոլեկցիոները հենց այդպես էլ ընկալել են։ Հա, ինքը տեսել է գործերը հասկացել, հա դե ինչ սոցիալիստական, սա սովետական ռոպագանդայի հետ կապ չունեցող գործ է, ուրեմն սա նոնկոնֆորմիզմ է։ Մի բան էլ հաղորդումն ավարտում է, հիմա պիտի արդեն փորձենք ամփոփել։ Մի բան էլ Լիլիթ հաստատ կիմանաք, թե օրինակ այս կոլեկցիոները այլ ուրիշ նույն արևմտյան արվեստագետների աշխատանքներ նույնպես ուներ, այդպես որ ինքը կարողանա համեմատել։ Իր գործունեությունը նվիրել է զուտ խորհրդային նոնկոնֆորմիստական արվեստին, կոլեկցիան, այսպես ասած, միայն դա։ Ասենց ասեմ դες, ինքը շատ խելացի քայլ է սա։ Այո։ Շատ խելացի։ Այսինքն ինքը շատ վաղ 60-ականներին արդեն հասկացել է, սա արվեստ է, որը լավն է, որը կարևոր է, որը պատմական իմաստով կարևոր է, սա չի լինելու։ Սա եթե ինչ որ մեկը սա ձեռք չբերեց, սա պարզապես կորսված արվեստ է, որովհետև չի ցուցադրվելու, չի ընդունել ով է իմանում երբ սա ընդհանրապես հասանելի կլինի, ինքը այդ իր խելացի մոտեցման արդյունքում պարզապես այդ գործերը որոշել է, որ պետք է կամ ձեռք բերի կոլեկցիա կազմի, հանի, ինչ ճանապարհներով միջև հիմա շատ գաղտնիք է, ինչ ձևերով է նա կարողացել, այո, գաղտնիաբար է արտահանում։ Դիվանագիտական հատուկ ոնց որ ուղիներով, դրա համար ենթադրություն կա, որ ամեն դեպքում հատուկ ծառայությունների հետ ինչ որ կապ եղել է, էլի, բայց ոչ ինքը անձամբ դա միշտ ասելա չէ։ Լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, սա իսկապես աննախադեպ ցուցադրություն է եղել եւ կուզեինք, որ այդ ցուցադրությունը ինչ որ կերպ իր արձագանքը նաեւ Հայաստանում գտներ, այսինքն այստեղ էլ ունենայինք մենք այս բոլոր արվեստագետներին միտեղ տեսնեինք ի վերջո ու նաեւ ենթադրաբար մենք խոսեցինք նաեւ, որ հնարավոր է նաեւ կատալոգ տպագրվի տեքստերով եւ այլն։ Մենք Արմենի հետ փորձում ենք, սա արդեն թանգարանից Զիմերլից անկախ զուտ մեր նախաձեռնությունն է, իհարկե գումարի հետ է կապված, եթե հայթայթվի այդ գումարը, Հայաստանի համար շատ կարևոր է, որսի հայտնի լինի, ի վերջո ինչ է Հայաստանից գնացել, որովհետև շատ նշանային գործեր կան, որ գաղափար չունեինք դրանց գտնվել, մենք բացահայտեցինք դրանց գտնվելու վայրը, եւ մենք լիահույս ենք եւ Արմենի շնորհիվ հետագայում, երբ որ կայքը թողարկվի, որ ցույց տալու բան ունենանք։ Եվ ցուցահանդեսի ավարտից հետո միգուցե մի հատ մեծ շնորհանդես կազմակերպենք, այս ամբողջ պատմությունը ներկայացնենք, տեսնենք, հուսամ, որ կազմակերպենք նման բան։ Ցուցադրությունը մինչև եկող տարվա հուլիսի վերջ կշարունակվի։ Ովքեր կլինեն Նյու Յորքի շրջանում, Նյու Ջերսի, Նյու Բրանսվիկ կարող են գնալ այդտեղ դիտել մեր հավաքածուն։ Ես անվճար էի միջայլում։ Ամեն դեպքում իրոք խորհուրդ եմ տալիս, որովհետև երբ նայում ես այս գործերին ծանոթ ես արվեստագետներին գիտես, շրջանը գիտես, բայց երբ դա նայում ես արևմտյան ինստիտուցիայի կոնտեքստում, շատ նոր ձևի ես բացահայտում։
Շատ լավ, շնորհակալություն, սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր արվեստի անկախ քննադատ Լիլիթ Սարգսյանն եւ արվեստաբան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն